քննությունը սկսված է ձեր սպասելիքները հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ միջնորդության քննության սկսումը պարզ դարձավ, թե ում է մակագրվել գործը, Վահե Դոլմազյանը հանրությանը եւ առասարակ մեր հասարակությանը հայտնի է որպես իշխանությունների սրտի որոշումներ կայացնող դատավոր։ Դուք ինչ սպասելիքներ ունեք հաշվի առնելով, թե ում է մակագրվել Սամվել Կարապետյանի միջնորդության հարցը։ Իշխանությունը ամեն ինչ անելու է, որ Սահմանափակի Սամվել Կարապետյանի ազատությունը եւս 2 ամսով իրենք շատ են հայտարարում, որ ոչ մի մտահոգություն չունեն Սամվել Կարապետյանից եւ Սամվել Կարապետյանի սկսած շարժումից, եթե իրենք ոչ մի մտահոգություն չունեն, ինչու են այսպես ակտիվ ուզում երկարացնել իր կալանքը, ինչու են բռնել։ Արդեն իսկ խախտումներով չի քննությունը։ Նախ իրենք մի օրվա ընթացքում ուղղակի հաջորդ օրը դրեցին դատը, որ իրենց կարծիքով տեղի չունենան հասարակության կողմից ակցիաներ, քանի որ հասարակության մեջ կա բողոք։ Բայց դուք կարող եք տեսնել, որ այս ամբողջ փողոցը դատարանի մյուս մասն էլ, դատարանի դիմացն էլ մարդկանցով լի է։ Դա ցույց է տալիս, որ ինչ էլ ուզենան անեն, մարդիկ նպատակաուղղված գալու են։ Հանրահավաքով մի սպառնացեք, ասում են մեզ հանրահավաքով մի սպառնացեք, ինչպես կարձագանքեք, հա ես։ Իսկ հանրահավաքով սպառնում են մարդկանց, իրենք որ հանրահավաք են արել սպառնացել են։ Պարոն Կարապետյան, ես իշխանությունների քարոզչությունը վերջին շրջանում այդ մասով եմ ձեզ ուզում կոնկրետ հարց ուղղել։ Իշխանությունը ձեզ մեղադրում է ոչ գաղափարական լինելու մեջ, քարոզելով, որ ձեր կողմնակիցների մեծ մասը հավաքվել են ձեր շուրջ փողի համար։ Կկարողանաք բոլորի ակնկալիքները բավարարել։ Այստեղ գտնվող մի քանի հազար մարդկանցից ես ճանաչում եմ երևի 10%-ին, 15%-ին։ Այսինքն ոչ գաղափարական, ինձ թվում է վերջի ժամանակն է մենք չլսեցինք որևէ գաղափարական արգումենտ իրենց կողմից։ Իրենք մենակ ինչ որ մարդկանց անվանարկելու ակցիաներ են անում, բայց որևէ ծրագրային առաջարկ, որևէ ինչ որ իրենց առաջարկը մեր երկրի հետ կապված մենք չենք լսել այսքան օրը։ Միայն անվանարկում են ու կարծում եմ, որ մեր ժողովրդին դա է հետաքրքիր, բայց ինձ թվում է մենք հաղթահարել ենք այն շեմը, մեր ժողովրդավարությունը հաղթահարել է այն շեմը, որ անհատներին անվանարկելով մարդը կարող է գալ իշխանության։ Դուք այսօր լսել եք միջազգային փորձագետի ինչ ասեց, ասեց այնքան ենք հարձակվելու Հայաստանի վրա, միջև Սամվել Կարապետյանը ազատ արձակվի։ Ինքը դες այդ քննարկել է, թե ինքը իր ձևով է հարձակվել։ Շարունակությունը նա ասեց, վիդեոն կտրել էին, նա շարունակությունը ասեց, որ Նիկոլ Փաշինյանի որոշումների վրա, ինչքան ես հիշում եմ, աշխարհը իմանա, դրանից տոնը նշեց, որ գրոհելու են։ Հայաստանի վրա ոչ ոք չի կարա գրոհի, գրոհելու միայն հավասարակշռել է պետք, միայն հավասարակշռել է պետք։ Իրենք բանան են կկալանավորել։ Դե իրենք բոլորին կարող են կալանավորել, բայց ինձ թվում է բերթերում արդեն տեղ չկա ու իրենք ոնց որ նոր բան են ման գալիս, թե ինչ անեն, որովհետև իրենց այս ռազմավարությունը բերելու է նրան, որ բերթերում ուղղակի տեղ չի լինելու։ Պարոն Կարապետյան, դատական նիստի մասնակցում եք։ Հա, խնդիր չկա։ Հա, մի քանի անգամ ասել եմ, որ խնդիր չկա։ Պարոն Կարապետյան, ձեզ անընդհատ սպառնում են իշխող ուժը, որ պետության համը բերաններ է դառնալու։ Վախենում եք այդ արտահայտությունից ու ինչ եք սպասում։ Պետության համը շատ քաղցր է։ Հայաստանի պետության 1000 տարվա ընթացքում առաջի անգամ անկախություն ձեռք բերած Հայաստանի Հանրապետության համը քաղցր է։ Այո, մեր բերանը կմնա։ Պարոն Կարապետյան, հանրահավաքից, եթե ենթադրվող հավաքից հետո, որոնք են լինելու ձեր քայլերը, եթե օրինակ դատարանը այսօր օրինաչափորեն գործի, ինչպես նախորդ անգամ։ Հանրահավաքից հետո ձեր քայլերը որոնք են այսօր։ Լինելու է մեծ հանրահավաք եւ մեծ քայլեր, որպեսզի բոլորը տեսնեն, որ այս գործելավոճով իրենք չեն կարողանա խոսակցական ասած ամեն անգամ ինչ որ մեկին ձերբակալեն, կալանավորեն, ալիքը վերցնեն իրենց վրա, հետո ժամանակի մեջ հանգի ալիքը։ Ալիքը չի հանգում, ալիքը ավելանում է, անարդարության զգացողությունը ավելանում է։ Մի բան էլ ասեմ, մենք որ այցելում ենք գյուղերը, իրենք մարդիկ են ուղարկում, շատ գյուղերում կա, որ մարդկանց ցույցում տան, որ դուրս չհելնեք, չհանդիպեք իրենց հետ։ Դուք հաղորդում տվել եք այդ մասով։ Չէ, ուրիշ բան եմ ասում, ավելի դա ցույց է տալիս մեր բոլոր գյուղերի բնակիչներին, թե այն ինչ իրանք պատմում են ազատության մասին, ժողովրդավարության մասին, իրենք հենց միայն իրենց այդ քայլով գյուղերի մեր հայրենակիցների մոտ
իրենց վարկաբեկում են։ Ուզում ենք մենք մեր բոլոր հայրենակիցները տեսնեն, թե ովքեր են իրենց բոլոր խոսքերը, ուղղակի խոսքեր են, ոչ մի գաղափարական հիմք ես չեմ տեսել այսքան ժամանակ։ Ինչ այսօր են ասում, 3 տարի առաջ լրիվ ուրիշ բան էին ասում, չկա որևէ գիծ, որ հատուկ է այս իշխանությանը։